Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք A1+-ի Postscriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր հանրապետական կուսակցության անդամ Կարեն Ավագյանը, շնորհակալություն։ Մենք կարող ենք ամփոփել ոչ միայն այս ընտրությունները, հա, վերջին ավականու ընտրությունները, այլ 3 ընտրություններ, որոնք 1 տարվա ընթացքում տեղի ունեցան։ Այ տեսեք, 3 դեպքում էլ ձեր կուսակցությունը պաշտոնական տվյալներով շատ բարձր ցուցանիշներ ցույց տվեց։ Արդյոք դա նշանակում է, որ ժողովուրդը այդքան ձեզ սիրում է, որ դուք այդքան լավն եք եւ որ երկրի վիճակը նույնպես այդքան լավն է։ Շատ լավ, բավականին խորիմաստ հարցեր հնչեցին ու իրականում պատասխանել բավական երկար կարող եմ ես հիմա հնչեցնել, բայց մի քանի բառով դա ներկայացնեմ, որ այո, ընտրության արդյունքները դա վստահություն են։ Անկախ նրանից ձեր թվարկած խնդիրները, որոնք մի քանիսն էլ ես կարող եմ ներկայացնել իդեպ, անկախ դրանից, անկախ այն մեր հակառակորդների հայտարարություններից, որոնք տարբեր ամբիոններից փորձում են հնչեցնել պիտակավորել ընտրությունները, ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ դա վստահության նշան է եւ մեր ընտրությունները, դա ես չէ որ պետք է ասեմ, քայլ առ քայլ առաջ են գնացել եւ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները բավականին բարձր են եղել։ Այսինքն թե այն քվեն, որը որ մենք ստացել ենք եւ թե այն գնահատականները, որ հնչել են, գալիս են ապացուցելու, որ այո, վստահությունը մեր կուսակցության հանդեպ բարձրացել է այս ընթացքում։ Նորից եմ կրկնում, իրականում կան խնդիրներ, նույն աղքատության հետ կապված խնդիրներ, նույն սոցիալական վիճակի հետ կապված տարբեր ուղղություններով խնդիրներ, բայց հարց լուծող կուսակցություն որպես այդպիսին, իրենց խնդիրները լուծող, իրենց բեռը թեթևացնող ուժ այսօր մեր ժողովուրդը իր քվեով ցույց է տվել, որ հավատում է հանրապետական կուսակցությանը։ Ընտրություններին կանրադառնանք, բայց տեսեք ինչ վիճակ է ստեղծվել։ Նախագահը հանրապետական է, վարչապետը հանրապետական է, ազգային ժողովում դուք մեծամասնություն ունեք, քաղաքապետը Երևանի հանրապետական է, ավականին մեծամասնությունը դարձյալ հանրապետական է։ Արդյոք դա չի նշանակում, որ ձեր կուսակցությունը ունի քաղաքական մենաշնորհ եւ կարող է ոչ մեկի հետ հաշվի չնստել։ Տեսեք 2007-8 թվականի ընտրություններից հետո իրականում հանրապետականի կշիռը նորից շատ բարձր է քաղաքական դաշտում եւ հանրապետականը կարող էր ինքնուրույն եւ կառավարություն ձևավորել եւ իրականացնել ամբողջ քաղաքականությունը, բայց աննախադեպ քայլ եղավ, ունենալով մեծամասնություն, մենք փաստացի կոալիցիա ունեցանք նաեւ եւ փորձում էինք շատ խնդիրներ կոալիցիոն որոշումների տեսք տալ, շատ ուժեր կոալիցիայից օգտվեցին, բավական տևական ժամանակ եւ տարբեր պատճառներով մեզ հայտնի եւ անհայտ իրենք լքեցին կոալիցիան ժամանակի ընթացքում։ Այսօր էլ կոալիցիոն կառավարություն է եւ այսօր էլ օրինաց երկրի հետ իրականացվում է այն ծրագրերը, որը մեր ընտրությունների ժամանակ ներկայացվել է մեր ընտրողներին։ Եվ այն պնդումը, որ քաղաքական մենաշնորհը դա ուղղակի դարձել է ինչ-որ մի միջոց, հա, այս կամ այն ընտրությունների ժամանակ օգտագործվող, որը մեր ժողովուրդը շատ լավ գիտակցում է, քանի որ իր հիշողության մեջ դրթարում են այն ուժերի ներկայացուցիչների այն ուժերը, որոնք մասնակցում են կոալիցիոն կառավարությանը, որոնց ներկայացուցիչները այսօր ուզում են փորձել դա կիրառել որպես պիտակավորում քաղաքական դաշտում հանրապետական կուսակցությանը, բայց մենք միշտ ասել ենք դրա մասին եւ փորձով էլ ցույց ենք տվել, որ պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր կիսում են մեր ծրագիրը, կիսում են մեր քաղաքականությունը։ Այ պարզ օրինակով ես բերեմ, ես հանրապետական քաղաքապետ եմ, եւս 4 տարի հանրապետական քաղաքապետ որպես ղեկավար եմ, ես ավելի շատ եմ շահագրգռված այս փոսերը, ասենք թե փողոցների լցնել, քան եթե ես լինեի բարգավաճական կամ հակական քաղաքապետ, այդ դեպքում ես պիտի ինչ-որ բան ապացուցեմ հասարակությանը, որ ես ավելի լավ եմ աշխատում։ Իսկ հանրապետական քաղաքապետը ոչ մի բան չպիտի ապացուցի, ամեն ինչ իրենն է։ Չեմ կիսում այդ պնդումը, որովհետև անցած 4-5 տարիները
քաղաքապետարանի աշխատանքների դրա վառապ, այսինքն մենք արդեն գործով ունենք ապացուցված փաստեր, թե ինչպիսին է հանրապետական քաղաքապետը։ Եվ այս ընթացքում Երևան քաղաքը ոնց է փոխվել, բոլորիս աչքի առաջ է, անկախ նրանից, թե ոնց էին ուզում դա ներկայացնեին, դա մի խնդիր է, բայց վերջին տարիներին Երևան քաղաքը ուղղակի աչքներիս առաջ ծաղկել է։ Դա չնկատել ու իրականում դա չկապել հենց հանրապետականի հետ, հենց այդ պատասխանատվության հետ, դա էլ ճիշտ չի լինի, որովհետև իրականում պատասխանատվություն որպես այդպիսին հենց ունի հանրապետական կուսակցություն։ Այս տարիների ընթացքում մենք ցույց ենք տվել, որ մենք պատասխանատու ենք ամեն ինչի համար երկրում։ Երբեք ոչ մի բանից չենք խուսափել։ Խնդրահարույց 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 տարբեր երևույթների մասին առաջինը մենք ենք խոսել, մենք ենք ներկայացնում լուծումներ, մենք ենք այդ լուծումները իրականացնում, այսինքն պատասխանատվությունից երբեք չենք խուսափել եւ ընդհակառակը քաղաքապետի հանրապետական լինելը ավելի մեծ պատասխանատվություն է, քան իրավունք։ Դուք ասացիք վստահության մասին, եթե մարդը վստահում է իշխանությանը, եթե վստահում է իր պետությանը, հայրենիքին ի վերջո, նա այդ երկրից չի գնում։ Հիմա արտագաղթի մասին իհարկե չափազանցված նաև լուրեր են տարածվում, ասենք թե օրը 6000 մարդ է գնում, դա տեխնիկապես պարզապես հնարավոր չէ, բայց եթե օրը նույնիսկ 100 կամ 200 կամ 500 մարդ է գնում Հայաստանից, դա սարսափելի թիվ է։ Եթե մարդը վստահում է իր երկրին, ինչի է նա գնում։ Ես հնարավորություն ունեցել եմ այս տաղավարում մի քանի անգամ խոսել արտագաղթի հետ կապված։ Եվս մեկ անգամ։ Եվս մեկ անգամ խոսենք այդ խնդրի մասին, այդ իրականում մտահոգող խնդրի մասին, որովհետև չասել, որ դա չի հետաքրքրում ու չի մտահոգում մեզ, դա այդպես չէ, բայց հետաքրքիր է ուր են գնում մեր քաղաքացիները եւ ինչի համար են գնում։ Եթե վերլուծություն են անում, շատ ինչ-որ ձևակերպումներ կան, որ ասում են արդարության պատճառով է, ոչ թե սոցիալական խնդիր է, այլ արդարության ետևից են գնում, բայց երբ որ մենք տեսնում ենք, թե ուր են գնում, ես հիմա չեմ ուզում այլ պետությունների ուղղակի պիտակավորել, բայց ամեն դեպքում, եթե մենք հետևում ենք, թե այդ մարդիկ հիմնականում ուր են գնում, տեսնում ենք, որ ամենևին էլ արդարության խնդիր չի դրված իրենց գնալու մեջ, այլ որոշակի սոցիալական խնդիր է, որը հասկանալի է, որովհետև պաշտոնական տվյալներ կան աղքատության եւ մարդիկ փորձում են իրենց խնդիրները սոցիալական լուծել այլ երկրում։ Եթե դա ստացվում է որևէ երկրում, իդեպ արտագաղթում են ոչ միայն Հայաստանից։ Եթե մենք ուղղակի մի քիչ ավելի գլոբալ ենք նայում, անգամ ամենազարգացած երկրներից արտագաղթ կա, պատճառներն են տարբեր։ Եվ մենք չպետք է մեկ պատճառի վրա այսօր մեր խոսակցությունը կառուցենք, որովհետև այո, կա սոցիալական խնդիր, մարդ գնում է, բայց եթե մարդ գնում է ավելի լավ կրթություն ստանալու համար, կրթությունը շարունակելու համար, ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի համար, կներեք, բայց ոչ մեկ իրավունք չունի սահմանափակել այդ մարդու շարժը։ Մեր համար նորից եմ ասում, մտահոգիչ են այն քաղաքացիների արտագաղթը, որոնք երկիրը լքում են սոցիալական Ինչու սոցիալական պայմանները մենք մեր քաղաքացիների համար չենք ապահովում։ Դե տեսեք, այս տարիների ընթացքում ապահովվել են սոցիալական խնդիրներ եւ մեր ծրագրերում կան աշխատատեղերի կտրուկ ավելացում։ Այսինքն աշխատատեղերով կփորձվի մեղմել այդ խնդիրը։ Վերջնականապես լուծում, նորից եմ ասում, որևէ մեկը լուծման ձևը ու բանաձևը փաստացի չգիտի։ Եթե դուք գիտեք, դուք էլ կարող եք հուշել մեզ, օգնել մեզ, որպեսզի ինչ-որ ձևով մեղմենք այդ խնդիրը, բայց նորից եմ ասում, խնդիրը մեզ էլ է մտահոգում եւ այն ծրագրերը, որը դրված են արդեն վաղը մենք վաղվանից կունենանք նոր կառավարության ծրագրում հավատացած եմ, որ բավականին մեծ հատվածը հենց նմանատիպ խնդիրները մեղմելու կետեր են պարունակելու սոցիալական մեծ ծրագրերով, սոցիալական խնդիրները լուծելու ծրագրերով։ Քաղաքապետի, այսինքն ավականու ընտրություններին դառնալով իմ զրուցակիցները այս տաղավարում եւ ընդհանրապես նրանք ասում էին, որ մենք կարողացել ենք ապացուցել երևանցիներին, որ այս ընտրությունները քաղաքական են, որ խնդիրը քաղաքական է, այսինքն խնդիրը ձեր իշխանության առկայությունն է եւ այդ քաղաքական խնդիրը գիտակցելով, որ պետք է իշխանափոխություն իրականացնել Երևանի միջոցով, մենք կհասնենք առաջին քայլի մեծամասնություն կստանանք
Ընտրությունները ցույց տվեցին, որ իրենք չեն ապացուցել։ Արդյոք ընտրությունների միջոցով մենք կարող ասենք, որ երևանցիները այնուամենայնիվ ավականին որպես քաղաքական մարմին չեն անցալու։ Հենց ես արդեն պատասխանեցի մի հատված, ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ իրանց ապացուցելը, հա, ճակերտավոր ապացուցել էր, որովհետև Երևանի քաղաքացին, Երևանի բնակիչը շատ լավ տարբերակում է քաղաքական ընտրությունները համայնքային ընտրություններից, անկախ նրանից, թե ինչ հայտարարություններով, ինչ տեքստերով, ինչ մեթոդներով էին գնում տարբեր ուժեր այս ընտրություններին, այնուամենայնիվ քաղաքացին շատ հստակ գիտակցում է եւ ընտրության արդյունքներն էլ դրա վառ ապացույցն են։ Իսկ ինչքան էլ փորձ արվեց սա դարձնել համապետականին մոտ ընտրություն, այնուհանդերձ ինքը մնաց համայնքային ընտրություն։ Մենք եւ Ամեկ+-ում եւ Civitas-ում մի այդպիսի քննարկման եմ մասնակցել եւ այլ տեղերում հրավիրում ենք տարբեր 7 կուսակցությունների ներկայացուցիչներ երբեմն գալիս էր օրինացի երկիրը, բայց երբեք չէր գալիս հանրապետականը, մասնավորապես երբեք ոչ մի բանավեճի չէր մասնակցել։ Միգուցե ձեր մոտ չեն մասնակցել, բայց ձևաչափեր եղել են, որ հանրապետականն էլ է մասնակցել տարբեր տեսակի քննարկումների բոլոր ուժերի, բայց հիմնականում չէր գալիս Տարոն Մարգարյանը, ուզում եմ ասեմ։ Տարոն Մարգարյանը այդ ընթացքում, տեսեք, քարոզչության մեթոդ է օգտագործվել, քարոզչություն է եղել։ Տարոն Մարգարյանը իրականացնում էր բակային հանդիպումները եւ այն ձևաչափը, որը որ ընտրել էր հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը։ Այսինքն կոնկրետ գործի բաժանում կար ավականիների տեխնացուները մի գործով էին զբաղված, քաղաքապետի տեխնացուն մեկ այլ գործով էր զբաղված եւ մենք իրականում չենք օգտագործել այլ ուժերի նման մեր ամբողջ ռեսուրսը, հա, падգամավորական կորպուսը չէր մասնակցում մեր նախընտրական այս ամբողջ process-ներին, հանդիպումներին։ Ես որպես падգամավոր չեմ մասնակցել, դուք չեք տեսնի որևէ տեղ, որ ես մասնակցել եմ այդ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այսինքն ի սկզբանե գործի բաժանում է եղել եւ քաղաքապետի տեխնացուն իրականացնում էր բակային հանդիպումներ եւ իդեպ լրատվության աչքի առաջ բոլորը կարող էին մոտենային հարցադրումներ անեին, պատասխաններ ստանային, որևէ խնդիր չի եղել եւ նաեւ ձեր թվարկած ձևաչափերում մեր մասնակցությունը եղել է։ Միգուցե բոլոր քննարկումներին չենք մասնակցել, բայց խուսափում էլ չի եղել։ Այսինքն չարժեր, որ Տարոն Մարգարյանը պատասխաներ ինքը անձամբ պատասխանել, որտեղ առավոտ 13-ին տված հարցազրույցում նա գրավոր պատասխանել է դրան։ Ինքը անձամբ որևէ ֆորմատով պատասխանել այն մեղադրանքներին, օրինակ իր ունեցվածքի վերաբերյալ։ Չէ, դրա պատասխանը տրվել է, դուք էլ արդեն ակնարկեցիք առավոտ թերթում, այսինքն քարոզարշավի վերջում, երբ որ հարցերի որոշակի խմբականակ արդեն ունեցանք, այն հարցերի, որոնց պատասխանը ակնկալվում էր հենց Տարոն Մարգարյանից, հենց առավոտ թերթում էլ այդ բոլոր հարցերի պատասխանը հնչեց։ Այսինքն հիմա խոսենք արժեր, չարժեր, դա ուղղակի նորից եմ ասում, նախընտրական շրջանում ընտրված մեթոդ է, գործի բաժանում է եւ բնականաբար որևէ հարց էլ չի մնացել անպատասխան։ Այսինքն թե երբ է այդ հարցին պատասխանվել, ինձ չի թվում դա է խնդիրը։ Բայց որ հարցերին պատասխանվել է, դա միանշանակ է։ Տեսեք, եթե ես ձեզ հարց եմ տալիս հիմա, հա, եթերում դուք ինձ պատասխանեք, ես վստահ եմ, որ պատասխանողը դուք եք։ Եթե դուք ասում եք ուղարկեք գրավոր հարցը եւ մի շաբաթից պատասխանեք, ես սկսում եմ կասկածել, արդյոք Կարեն Ավագյանն է այդ հարցին պատասխանում։ Ես չեմ կարծում, որ ձեր թերթը նման կասկածանքների տեղիք է տալիս, եթե դուք նման կասկածանք ունենայիք, չէիք տպի, ինձ թվում է։ Չեխաստեղը իհարկե լավ է, հա։ Ձեր թերթում։ Ինչ է նշանակում թաղի խուժան, որովհետև այս անգամ եւ կան հիմքեր դրա համար այն առումով, որ երևի ինտերնետում տեսել եք բազմաթիվ տեսագրություններ, տարբեր լրատվամիջոցների, երբ փողոցում կանգնած մարդիկ ընտրությունների ժամանակ իրենց ոչ adekvat են պահում եւ ակնհայտորեն աշխատում են հանրապետականի օգտին եւ կասկածներ կան, որ նաև ընտրակաշառք են բաժանում եւ այլն։ Թաղի խուժանի ձեր ձևակերպումը։ Իմ ձևակերպումով չկա թաղի խուժան, որտեղ ովքեր որ դա ներկայացնում են, այս կամ այն մարդկանց հասցեին, ես չեմ կարծում, որ իրենք կարող են այդ մարդկանց նման ձևակերպումով որևէ բան ասել, որևէ
խնդիր ունենան, որովհետև այդ ձևակերպումը ի սկզբանե անհասկանալի ձևակերպում է։ Ես ձեզ ուղղակի ուզում եմ հակադարձեմ, եթե այդ նույն մարդիկ աշխատային ոչ հանրապետականի համար, իրանք նույն ձևակերպմանը կարժանանային, թե ոչ։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Եվ փաստացի սա փորձում են արդարացման ինչ որ ձևեր գտնեն իրենց չակերտավոր պարտությունը, որտեղ ես չեմ ընդունում հաղթանակ պարտություն, իրականում ամեն մեկն էլ իր արժանի ձայները ստացել է։ Արժանի ձայները ստացել է համապատասխան քվեով, բայց նորից եմ ասում, չպետք է բևեռացում լինի, եթե դու իշխանության համար ես աշխատում, դու ինչ որ պիտակավորումների տակ ես ընկնում։ Եթե դու մեր հետ ես աշխատում, դու դառնում ես թագավոր։ Չի կարա տենց բան լինի։ Եվ խնդիրը իրականում հենց դրա մեջ է, որ մարդիկ չեն կարողանում հասկանալ նախընտրական process չեն կարողանում շատ դեպքերում հասկանալ ընտրություն, հետընտրական process։ Բոլորը խառնում են իրար եւ փորձում են այդ խառնուրդից ինչ որ հատվածներ ներկայացնել, որը միգուցե շատ մարդկանց ավելի հեշտ է հասնում, բայց նորից եմ ասում, դրանցով պայմանավորված չեն լինում ընտրությունները։ Դուք տեսել եք այդ մարդիկ ինչպես են իրենց պահում, Ես չեմ տեսել լրագրողների հետ, Ես ձեզ հավատացնում եմ, ես չեմ խաբի, չէ՞ ձեզ։ Նրանք վիրավորում են լրագրողներին, նրանք ասում են հələ մի նկարի, եթե նկարես գլուխդ կջարդեմ եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ մարդիկ իսկապես խուլիգանների նման են։ Միգուցե եթե օրենքի դաշտ է տարվում, որևէ խնդիր չկա, այսինքն եթե ոտնահարվել է ինչ-որ իրավունք, ինչ-որ մի խնդիր է եղել օրենքի հետ կապված, խնդրեմ իրավապահ մարմիններին այդ բողոքներն էլ համապատասխան կան, թվերը ձեզ հայտնի են, թե քանի բողոք կա արդեն, քանիսի հանդեպ է քրեական գործ սկսվել, այսինքն որը որ իրավական հարթությունում է, որևէ խնդիր չկա, ես չեմ մտածում, որ դուք այդտեղ որևէ կասկած ունեք, որովհետև որտեղ կա բողոք, դրա հետևից գնացել են իրավապահ մարմիններ։ Իսկ մյուս հարթությունն եմ ուզում անպայման ներկայացնել, որ լրագրողները շատ հաճախ անցնում են որոշակի սահման եւ դա դուք էլ կհամաձայնեք իմ այդ ձևակերպման հետ, որ շատ հաճախ լրագրողը ուզում է հենց այդ պահին իր ուզած ձևով ինքը մոտենա, ներկայացնի, նկարի, անկախ նրանից, չէ, տեսեք, երբ որ ձայնագրիչը մտցնում են խոսողի բերանը կրներեք, դա լրագրողական էթիկա չի։ Այսինքն դրա համար են նրանք, Չէ, շատ դեպքեր, ես դեպքերին իրականում տեղյակ չեմ։ Այսինքն բացառությամբ այն դեպքերին, որոնք համապատասխան ընթացքի մեջ են, որը լրատվության միջոցով ծանոթացել եմ, բայց շատ դեպքերում ինձ հետ էլ է լինում շատ դեպքերում, երբ որ լրագրողները ուղակի ասենց ինչ որ այդ ձայնագրիչը կամ իրանց հարցապնդումները, անկախ նրանից դու պատասխանում ես հարցին, թե չես պատասխանում, իրենք ուզում են լսեն այն, ինչ որ ուզում են լսեն եւ չի բավարարում շատ դեպքերում քո պատասխանը։ Իրենք շատ դեպքերում չասեմ հրահրում են, բայց նպաստում են որոշակի նմանատիպ պատասխաններ։ Իհարկե ես դատապարտում եմ ցանկացած բռնության դեպք, ցանկացած։ Դա լինի լրագրողի հանդեպ, դա լինի շարքային քաղաքացու հանդեպ, անթույլատրելի է։ Բայց ուղղակի պետք է նաև մյուս կողմն էլ անպայման նայել։ Եվ դա է խնդիրը։ Իսկ որտեղ որ ոտնահարվել են իրավունքներ, միանշանակ ես կոչ եմ անում նաև այն մարդկանց, ով մինչ այս չի դիմել իրավապահ մարմիններին, անպայման դիմեն, որովհետև համապատասխան լուծումները օրենքի դաշտում անպայման կլինի։ Այն տեսագրությունը տեսել եք, որ հանձնաժողովի նախագահը հանրապետական կին է իդեպ, ես ներողություն եմ խնդրում ձեզնից եւ հեռուստատիտողներից, տեսնում է անվավեր քվեաթերթիկ, ասում է աննասուն հիմար եւ այդպես շարունակ, ինչպես կգնահատեիք այդ վարքը։ Անկեղծ չեմ տեսել, ուզում եմ որ հավատակ անպայման, բայց ես չհասկացա ինչն է ասել ինքը, Նա տեսնում է, որ քվեաթերթիկը անվավեր է, որ փչացրել է քաղաքացին քվեաթերթիկը եւ այդ քաղաքացու հասցեին Բայց մենք չգիտենք, չէ, այդ քաղաքացին ով է։ Չէ, մենք չգիտենք այդ քաղաքացին, բայց ինչպես է այդ կինը իրեն պահում ձայների հաշվարկի ժամանակ։ Լավ թե վատ։ Տեսեք, լարված իրավիճակ է, բոլորի նյարդային համակարգն էլ անսահման չի, հա, հատկապես այն ժամանակահատվածը, որ առավոտվանից սկսվում է գործընթաց եւ նորից եմ ասում, դեռ անձնական վիրավորանք դուք այստեղ չեք կարող ներկայացնել, որովհետեւ
քվեաթերթիկը այնտեղ կոնկրետ անձ չի, որ ասեք, այս ինչ անձին Այսինքն այդ վարկը դուք արդարացնում Չէ, ես չեմ արդարացնում, բնականաբար, բայց բոլորիս ներվերն էլ սահմանափակ է, անսահման չի։ Եվ միգուցե դուք հատված եք հիմա ներկայացնում, ես չգիտեմ դրա սկիզբը ինչ է եղել, հետոն ինչ է եղել կամ որ կոնտեքստի մեջ է դա այդ արտահայտությունը եղել։ Որքան ես գիտեմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մոկոչյանն ասաց, որ այդ կնոջ նկատմամբ նրանք վարույթ են սկսելու, որտեղ նա իրեն ոչ պատշաճ ձևով էր պահում, որպես տեղամասային հանձնաժողովի նախագահ։ Հատվածական ներկայացնում եք, հատվածական ես կարողանում եմ պատասխանել, բայց նորից եմ ասում, անձնական վիրավորանքի մասին խոսք լինել չի կարող, որովհետև գաղտնի քվեարկության արդյունքներում թերթիկի վրա որևէ ձևով նշված չի թե ում քվեաթերթիկն է։ Որքան ես գիտեմ, այս ընտրություններին ձեզ բավարար էր 41-42% ստանալ։ Ինչու այդքան դուք այդպես հուպ տվեցիք եւ ստացաք 56-7։ Այդ ձևակերպումը հուպ տալ կներեք, բայց այդքան էլ ընդունելի չի իմ համար։ Մենք ներկայացրել ենք այն աշխատանքը, որ իրականացվել է նախընտրական այդ ամբողջ քարոզարշավի ընթացքում եւ ներկայացրել ենք ծրագիրը։ Թե ինչքանով է հավանության արժանացել, ցույց է տվել քվեարկության արդյունքները։ Հիմա 4 կամ 3.5 կուսակցություն, այսպես ասենք, հայտարարել են, որ ընտրությունները կեղծված են։ Դուք ինչ կարող եք նրանց պատասխանել։ Նրանց, չէ, հայտարարությունը մի բան է, փաստեր ունենալը մեկ այլ բան է։ Այսինքն փաստերով իրենք բողոքարկել են մի շարք ընտրատեղամասերում։ Հիմա վերահաշվարկներ կլինեն եւ շատ դեպքերում իրենք կստանան իրենց պատասխանները եւ կբավարարվեն։ Եվ այդքանով, այսինքն վերահաշվարկը եւ Տեսեք, մեր իրականության մեջ պետք է անպայման ամրապնդվի մի քաղաքականություն, որ պարտվողը ընդունի իր պարտությունը։ Ասացիք պարտվող չկա։ Չէ, դե սկզբից որ ասեցի, դրա համար եմ ասում։ Չակերտավոր պարտվողը, հա, կամ քիչ ձայներ հավաքողը պետք է ընդունի այդ արդյունքները եւ գնա մտածի, թե ինչի այդպես եղավ, ինչի չկարողացավ ինքը այնպես ներկայացնել իր ծրագիրը, որ հավանության արժանացավ, կամ որտեղ էր քարոզարշավի ընթացքում իր սխալները, կամ իր քաղաքական ուժի քաղաքականությունը որտեղ է ինչ որ խնդիր ունեցել, որ հասարակությունը չի վստահում։ Իսկ մեր քաղաքական ուժերը, տեսեք, չմասնակցելով նախագահական ընտրություններին, փորձում էին քաղաքական դաշտում մնալու խնդիր լուծել։ Իսկ մեր ընտրողը ի ուրախություն մեզ բոլորիս շատ լավ հասկանում է դա եւ իրենց քաղաքական դաշտում մնալու պայմանով հայտնված այս նախընտրական process-ում չէր կարող ունենալ բարձր քվե։ Այսինքն դուք արդյոք բացատրում եք Վարև Երևանի հաջողությունը, որ նրանք այնուամենայնիվ ավականիում տեղ ունեն, նրանով, որ Ռաֆի Հովհաննիսյանը մասնակցում էր նախագահական ընտրություններին։ Իհարկե, փաստացի այսօր ժառանգություն կուսակցությունը, Բարև Երևանը, հա, հիմնականում ժառանգությունն է, փոխարինեց ՀԱԿ-ին ավականու ընտրություններում։ Այսինքն ժամանակին ՀԱԿ-ն էր քվե ստացել, ի դեպ նորից ժառանգություն ՀԱԿ հայտնի պատմությամբ, մենք բոլորս հիշում ենք, եւ փաստացի ժառանգությունը այսօր ՀԱԿ-ի տեղը զբաղեցրեց։ Թե ինչ տոկոսով զբաղեցրեց դա մեկ այլ խնդիր է, բայց ամեն դեպքում ինքը զբաղեցրեց այդ տեղը։ Դուք կարծում եք, որ ժառանգությունը եւ ԲՀԿ-ն նրանք կաշխատեն ավականիում, թե կբոյկոտեն։ Ես կարծում եմ կաշխատեն, ինչքան Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բոյկոտեց պարլամենտական ընտրություններից հետո, հա, պարլամենտի աշխատանքները, այնքան էլ կբոյկոտի ավականու աշխատանքները, այսինքն եւ ժառանգությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացված կլինեն, իմ կարծիքն է սա, եւ ուրիշ հարց է, թե Բարգավաճ Հայաստանը որ դեմքերով կլինի ավականու ընտրությունը։ Միանշանակ է, որ այն падգամավորները, ովքեր շատ այդպես մտահոգված են Երևանի խնդիրներով եւ գլխավորում էին իրենց ցուցակը, միանշանակ է, որ այդ մարդիկ չեն գնալու եւ չեն աշխատելու Երևան քաղաքի խնդիրներով, խնդիրներով եւ, չգիտեմ, օրենքների մշակումով։ Ամեն դեպքում հանրապետականը չի խաբել իր ընտրողին, ներկայացրել է եւ ծրագիրը եւ այն մարդուն, ով իրականացնելու է այդ ծրագիրը, ի տարբերություն նաեւ ավականու որոշակի քվե ստացած կուսակցությանը, որը մինչեւ վերջել փաստացի չներկայացրեց իր տեխնացուին եւ այն մարդիկ, նորից եմ ասում, ովքեր բարձրաձայնում էին
Երևան քաղաքի խնդիրները չեն լինելու Ավականիում։ Եվ այդ հիմնականում կրկնվելու են այն մարդիկ, ովքեր նախկինում են եղել Ավականի Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Կանեն Ավագյանը։ Մենք կհանդիպենք վաղը, ցտեսություն։